Եթե երկու բառով ասեմ, այս պահին ես գտնում եմ, որ մրցույթը ժամանակահարեպ է եւ ավելի ճիշտ անիմաստ, որովհետեւ այն ծրագիրը, որը ներկայացվել է մրցույթի համար, որևէ խնդիր հրապարակի համար արդիական կամ հասունացած խնդիր չի լուծում։ Միակ պատրվակը, որը երեք ասուլիսում էլ բերեց ինքը գլխավոր ճարտարապետը, դա միակ խնդիրը դա նաև որ հրապարակի ստորգետնյա մասում պետք է կազմակերպել ավտոկայանման Շատ ներողություն պարոն Խալաշյան, բայց ստորգետնյա մասը բացեցին մի քանի տարի առաջ, գտան որ բավականին հնություն կա, անգամ վախեցան կպնեն փագեն։ Հիմա այնտեղ ինչ քանդելու են սարքեն հրապարակ այդ ստորգետնյա։ Այդ հարցը ինձ մեկ տա, այդ հարցը ես ձեզ ընդամենը բան եմ անում, որպես ասենք դուք եք չէ՞ խորհրդի անդամ, եթե չեմ շփոթում, այդ հարցը չեք բարձրացրել։ Խորհրդի անդամ չեմ, ես հանձնաժողովի անդամ եմ։ Հանձնաժողովի կրկին։ Ես որպես այդ հարցին պատասխանեմ, բոլորի մոտ տպավորություն որ հարցը մանրամասնորեն քննարկվել է ճարտարապետական հանձնաժողովում եւ որևէ դիտողություն կամ առաջարկություն չի եղել, բոլորը համաձայն են։ Այդպիսի բան չի եղել։ Հարցը իրոք շոշափվել է ճարտարապետական հանձնաժողովում, որը 15 հոգուց է բաղկացած։ Շոշափման ժամանակ միշտ հարցադրումը եղել է այսպես, որն է նպատակը մրցույթի։ Դե դա պատրաստ չի, մենք հետո դրա մասին կզեկուցենք, դա նարեկի կեցվածքն է, որովհետև նախաձեռնողը ինքն է։ Եվ ամեն խորհրդի ժամանակ երկու նախադասությամբ այդ հարցը շոշափվել է եւ անցել ենք օրակարգային հարցերի։ Օրակարգային հարց որպես մրցույթի հարցը ընդգրկվել ընդամենը 2 անգամ։ Մեկը եղել է հունվարի 18-ին, եթե չեմ սխալվում, որտեղ պաշտոնապես օրակարգային հարցեր եւ այնտեղ բանավոր զրույց կայացավ առանց որևէ նյութ ունենալու ձեռքի տակ, թե ինչ պարամետրեր կարող են շոշափվել հրապարակի շուրջը։ Եվ շոշափման ընթացքում ինձ համար գոնե պարզ չեղավ թե հիմնական խնդիրը որն է, ինչ հարց են ուզում այնտեղ լուծել։ Ես կարող եմ դա ենթադրեմ թե ինչ հարց են ուզում լուծել։ Ես կարող եմ ասել, պարոն Խալաշյան։ Կարող եմ ենթադրել, բայց ես չեմ ուզում միակ հարցը որ անեն, փող տի Լևանան, այդ ուրիշ բան չկա։ Դե հիմա ես չեմ ուզում այդպիսի հայտարարություններ անեմ, ես ուզում տրամաբանությունը ասեմ եւ օրենսդրական դաշտի հետ համապատասխանությունն ասեմ այս բոլոր գործընթացի, որը խեղաթյուրում է օրենսդրական դաշտը օդ իդո ռուսերեն ասած։ Այդ զրույցի ժամանակ հիմնական հարցերը որ շոշափվեց մեր այդ նիստի ժամանակ հունվարի 18-ին դա ելի եմ ասում այն էր հիմնականը որ հրապարակը խորշոր տրանսպորտային հանգույց է այսօր ոչ մեկս չենք վիճում դա որ այնտեղ որևէ բան կազմակերպել է տրանսպորտի հետ կապված հնարավոր չէ իրոք դա այդպես է բայց դրա համար մրցույթ չեն հայտարարում դա տրանսպորտային խնդիր է, դա ճարտարապետի խնդիր չի, դրա մասնագետների խնդիր է, որի համար պետք է հայեցակարգային նախագիծ մշակվի, քննարկվի եւ արվի։ Դա ի վերջո ծավալի հետ կապված չի նոր ծավալներ ստեղծելու։ Դրանից այնքան որևէ մեկնաբանություն բացառությամբ նա, որ Լենինի արձանը քանդվել է, այնտեղ ուրեմն պետական միջոցառումների ժամանակ հարկ է լինում ինչ որ օգտագործել են նախկին տրիբունան որը չկա եւ դա խնդիր է ինչ պետք է արվի այդ քանդած արձանի այդ երկու հարցից ենկոմ ուրիշ շոշափելի հարց չի եղել դրա համար մենք ասել ենք լավ եթե դա է իմաստը ծրագիրը ներկայացրեք ով որ նախաձեռնել է մի հատ կարդանք հա մենք կներկայացնենք ծրագիրը անցավ 2 ամիս այդ քննարկումից հետո վերջի անգամ հարցը քննարկվեց կարծեմ ապրիլի մարտի վերջին Մարտի վերջին նույնպես օրակարգային հարց դարավ պաշտոնապես եւ ոչ թե քննարկվեց, այլ գլխավոր ճարտարապետը բաժանեց խորհրդի հանձնաժողովի անդամներին պատրաստի տեքստը մրցույթի հրատարակման եւ ասեց հիմա չենք քննարկում, ես հիմա բաժանում եմ տարեք տուն կծանոթանա գիտե դիտողությունները ունենաք կասեք։ Ու դրանով ամփոփվեց քննարկումը։ Ես անձամբ իմ դիտողությունները տվեցի, գրեցի, որ հարցին եմ կողմ, որին եմ դեմ հիմնական հարցերին դեմ էի բնականաբար այդ թվում թողել էի տրանսպորտը թողել էի Լենինի արձանի խնդիրը հա բայց դա մրցույթի խնդիր չի որից հետո լրություն եւ եղավ այն ինչ որ եղավ բոլորիս համար համապատրաստից հայտարարվեց մրցույթ նոր տեքստը ես արդեն ընթերցել եմ ինտերնետում մրցույթի նոր տեքստը գործնականում այդ տեքստը փոփոխություն չի կրել
եթե չասեմ ուղղագրական փոփոխությունները, բոլոր ատրիբուտները մնացել են նույնը, եւ հիմա ինքը հայտարարում որ մրցույթը 10 անգամ քննարկվել է հանձնաժողովում եւ որևէ առարկություն չի եղել, մի հատ դիտողություն եղել, բայց դա էլ եթե մեկն է կարելի է եւ անտեսել կամ մասամբ ընդունվել է այդպես։ Պարզապես զայրացած եմ ու ես ոչ թե որպես քաղ տեխնոլոգիա առավել եւս ոչ թե ճարտարապետ, որտեղ ես ճարտարապետ չեմ, մասնագետ չեմ, ես 46 տարվա հետևանցի եմ ու հերիք եղավ բոլ եղավ, էլի, այս խուլիգանությունը, այս բոսյակությունը, որ անում են, ասում եմ ընդգծված են բաները, քաղաքաշի, ինչ ովքեր են ընդգրկված, ասեցիք։ Քաղաքաշինության նախարարությունը, մշակույթի նախարարությունը, ճարտարապետների միությունը, որ դրանք պահպանող լինեին, հա, Գառնիի բանի սիմֆոնիան կպահպանեին։ Շուկան մի կորանա։ Շուկան կպահպանեին։ Դրանք սա ֆիկցիա է։ Այդ սա ֆիկցիա է։ Նարեկը ինչ ուզում անում է Նարեկ Սարգսյանը, արդեն քանի տարի է։ Քաղաքապետարանն էլ շատ ներողություն որ մեխի գլուխ լինի այնտեղ։ Քանի օր առաջ ընդամենը քանի օր առաջ այս քաղաքը դարել էր Դաշնակցության երազած ծովից ծով Երևանը։ Թող մտածեն այդ սարքեն։ Ձեր ասած ով ասեց, այդ որ ասում եք բաց, ով ասեց կարա մասնակցի։ Ով ասեց եկել մասնակցելա դրա համար այդ վիճակն է։ Ես լրացնեմ իմ տեսակետների մեջ, որ մրցույթի խախտման եւս մի խախտում կա, որտեղ սովորաբար մրցույթներում նշվում են բոլոր այն պարամետրերը նյութի ներկայացվող, որը պետք է ընդունվի կամ մերժվի այդ ընդունման պահին։ Որևէ պարամետր, թե ինչ պետք է ներկայացվի մրցույթին, բացի նրանից, որ պետք է լինի մակետ PEC 400 մասշտաբով, թե այդ մակետին ինչ պետք է արտահայտվի, ինչ չափ պետք է լինի, անհայտ է։